Ողջույն սիրելիներս, միանում ենք ձեզ Որոնեժ քաղաքից, օրը այսօր չորեքշաբթի, ճիշտ է վլոգները մի փոքր ուշացումով եմ տեղադրում, բայց կարևորը որ արդեն ընթացքի մեջ եմ, վերսկսել եմ նկարելը, այնպես որ ասում եմ ժամանակ չեմ ունենում, մեկնաբանությունների բաժնում նեղվում են, գրում եմ, որ ինչ ես ասում ժամանակ չունես, մեկ ամիս է չես եղել մեկնաբանություններին, չես պատասխանել, այս ամբողջ մի ամիսով որ կա այս անում, վերջ է, ասենց բաներ են գնում, սիրելիներս մեկ ամիս ու որ կա չեմ անում, բայց մեկ ամիսվա ընթացքում մի քանի անգամ արել եմ, ինչու չեմ հաճախ վլոգներ տեղադրում, դրա պատասխանը ես մանրամասնորեն ձեզ պատասխանել եմ այդ հարցերին, ոչ հաճախականությամբ տեղադրվող վլոգների մասին իմ նախորդ վլոգում, եթե չեք նայել, կարող եք նայել, որպեսզի չկրկնվեք։ Կապված է նաև տրամադրության հետ, հավեսի հետ, հիվանդացել ենք, մենք էլ մարդ ենք, կարող ենք հիվանդանալ, կարող ենք հավես չունենալ, տրամադրություն չունենալ, կամ որոշ շակերտների մեջ ասած ընտանեկան խնդիրներ, հարաբերություններ, չողակի խնդիրներ, որոնց որ ուշադրություն եւ ժամանակ են պահանջում, որովհետեւ մենք էլ մարդ ենք, ունենք ընտանիք, ունենք ընտանեկան, անձնական հարցեր, որոնք որ ժամանակ ուշադրություն են պահանջում ու ոչ միշտ է որ հավես ու տրամադրություն ես ունենում վերսկսել նկարահանումները, նամանավանդ որ տանն ենք լինում, ձմեռ, մեկ հիվանդ, մեկ առողջ ու որ ոչ միտեղ էլ չես գնում, հետաքրքիր բան չի լինում, նկարելու ճիշտն ասած առիթ ու տրամադրություն էլ չի լինում, դրա համար չէի նկարում, բայց քանի որ եղանակներն արդեն տաքացել են, տրամադրությունները բացվում է, արևի հետ, ծաղիկների, ծառերի, բնության հետ, մենք էլ բնության մի մասնիկն ենք, մենք էլ փոխվում ենք ու փորձում ենք մեր լավ տրամադրությունը փոխանցել ձեզ։ Եթե ես տրամադրություն չեմ ունենում, չեմ ուզում այդպես հեռախոսը ձեռքս վերցնել ու իմ վատ տրամադրությունը փոխանցել իմ սիրելի հետևորդներին։ Ինչպես ասացի, օրը այսօր չորեքշաբթի է եւ ընտանիքով եկել ենք քաղաք, ոչ զբոսնելու, իհարկե գործերով։ Այսօրվա փոխարեն Վահանը շաբաթ օրն է գնալու աշխատանքի, օրերը փոխել է, քանի որ հարկայինում գործեր ունի, իսկ ես էլ պետք է մտնեմ բանկ, փող պետք է փոխանցեմ քարտին, Տինկով, դե Տինկով բանկը օնլայն բանկ է, բանկամատներ քաղաքում մի քանի հատ են ու չկա, իրանք չունեն ադիլենիա բանկային, դրա համար մի փոքր բարդ է, բայց ուսով ենք այսօր դա էլ կանենք, դե քանի որ Վահանը մտել է հարկայինի շենք, մի քանի թուղթ կար, սերոքս արեց մտավ, հարկայինի շենքի կողը գեղեցիկ պարկ կա, որոշեցինք դուրս գալ, մի փոքր քայլել, սպասենք Վահանին, մեքենայի մեջ շատ շոկ է, անհնար է նստել ու այստեղից էլ կգնանք քաղաք մնացած գործերով, այս ընթացքում մաքրել եմ նաև վերջին սարայը, մնացել է Վահանի նոր արհեստանոցը, այնտեղ պատվերներ ունի, այսօր առավոտյան հավաքել է 3 հատը, 1 հատը մնում է, տուն վերադառնալուն պես պետք է հավաքի, վերջացնի, որպեսզի վաղը հանձնի ու վաղը կանցնեմ Վահանի արհեստանոցին ու մյուս օրվանից արդեն տանը, թեթև մաքրություն կանեմ ու վերջ գարնանային այս մեծ ծանր ու բորկայից վերջնականապես կավարտենք։ Իսկ զատիկի միջոցառման առիթով ուզում եմ մի քանի խոսք ասել, ուզում եմ երախտագիտությունս հայտնել Որոնեժի մեր հայ համայնքին, ովքեր որ այդպես գեղեցիկ կազմակերպել էին զատիկը, շատ տպավորված ենք ու շատ հաճելի է։ Լիլջան, արի հակառակ գնանք, էսա Վահանը գալիս է, բարձրանանք կամաց, կամ այստեղ։ Ճիշտ է, մինչև վերջ չմնացինք առիթին, շտապում ենք, բայց ինչքան էլ որ մնացինք, բավականին տեսանք ու շատ հուզիչ էր, շատ հաճելի էր
ու чувство гордости, որ մեր Վորոնեժի հայությունն էլ հետ չի մնում Ռուսաստանի ու աշխարհի հայության այլ հայ համայնքներից, որ կարող ենք այդպես գեղեցիկ կազմակերպել։ Դե եւ եկեղեցին օծված չէր, դրա համար կարող է սպիտակ շորտիկը բանել թոզոտ գիլճա։ Երևի որ եկեղեցին օծված չէր, դրա համար արարողություններ չկար եկեղեցում, եկեղեցին օծված չէր, բայց օծվելուց հետո դե ամեն տարի նշվել է այնտեղ երկու պարով, ամեն ինչով, բայց եկեղեցին օծված չէր, խաչը տեղադրված չէր, բակը կարգավորված, հա, վերանորոգված չէր։ Այս տարվա հյուրասիրությունը համերգի համար հավաքել են գեղեցիկ պրոֆեսիոնալ բեմ։ Հյուրասիրության համար գեղեցիկ հայկական տարազներով սփռոցներ, հայկական խոհանոցային ու զատիկին նվիրված համեղություններ, քաղցրավենիքներ, հյութեր, ամեն ինչ։ Եկեղեցին գեղեցիկ օծված, զարդարված, բակը հարդարված, գեղեցիկ ծառեր, ամեն ինչ սիրելիներս, եթե չեք նայել Զատիկի վլոգը, խորհուրդ կտամ անպայման նայել ու համեմատել անցած կամ նախանցած չեմ հիշում, ինչքան հիշում եմ անցած տարի, թե նախանցած տարի եւս եղել ենք, դե ամեն տարի գնում էինք, բայց որ վլոգ չէի նկարում, միայն նախանցած տարվանից եմ սկսել նկարել, կարող եք նախանցած տարվա Զատիկի վլոգը համեմատել այս տարվա Զատիկի վլոգի հետ ու տարբերությունը ինքներդ էլ կտեսնեք։ Դա անցած տարի չկարողացանք գնալ, ինչպես արդեն ասել եմ, որ իմ վլոգներից մեկում գնացել ենք մեր ռայոնի եկեղեցին ռուսական, որ իմ համար տարբերություն չկա, կաթոլիկ եկեղեցի է, ուղղափառ, թե առաքելական, որտեղ Հիսուսն է, այնտեղ էլ իմ եկեղեցին է։ Ինձ թվում է առիթ կլինի մոտակա ժամանակներս, սիրելիներս միասին կայցելենք ռուսական եկեղեցի, քաղաքի եկեղեցին, որը գտնվում է մեր հայկական եկեղեցից ոչ շատ հեռու։ Շատ գեղեցիկ եկեղեցի է, մեկ անգամ ենք եղել ձմռանը ու դեռ տպավորված ենք։ Լիլիան էլ ուզում էր նաև Զատիկի օրը այնտեղ գնալ, բայց քանի որ շտապում ենք, որոշեցինք մեկ ուրիշ անգամ անպայման այցելել։ Եթե Վահանա ամռանը այստեղ լինի, ամառվա ընթացքում անպայման կայցելենք։ Սիրում եմ այգիները, պարկերը, որտեղ տիրում է մաքուր օդ, ծառեր, բնություն, ուղղակի հանգստանում ես այստեղ։ Քաղաքի լավն էլ դա է, որ կարողանում ես տնից դուրս գալ ու այսպիսի վայրեր այցելել։ Դե գյուղում անընդհատ նման վայրերի մեջ ես, նման ծառերի, այսպես, հա, բայց քաղաքում մեկ այլ ուրիշ է այդ ամեն ինչը։ Լիլիանա ընկերուհու հետ խոսում, այս կողմ, այն կողմը գնում, ես էլ հետևում եմ։
Սիրելիներս, մենք արդեն տանում ենք, Վահանի հետ գնացել ենք քաղաք գնումների, դեղեր պետք է գնենք, հիվանդությունը դեռ իմ մոտ դեռ ամբողջությամբ չի անցել, ինչպես նաև Լիլիայի մոտ, պատվերներ ունենք Վալբերիսից, հեռախոսիս համար նոր չեխոլ եմ պատվիրել, քիչ հետո ցույց կտամ, դա ենք վերցնում ու մտան խանութ մի քանի գնումներ կատարելու, Վահանի հետ օրեր առաջ տեսել էինք մի հատ լավ համեղ բաղադրատոմս, որոշեցինք փորձել ու այսօր գնացինք Լենտա, այդ մթերքներն առանք եկանք ու արագ այսպես պատրաստեցինք, հացը չկարողացա չհասցրի նկարել, որովհետև արագ պատրաստեցինք, քանի որ քաղցած էինք, բայց հիմա պատմեմ պատրաստման ընթացքը, որպեսզի դուք էլ փորձեք ու մեկնաբանություններում բաժնում կգրեք, հավանել եք արդյոք թե ոչ։ Ուրեմն մեզ անհրաժեշտ է այսպիսի հաց, բագետ, այսպիսի երկարությամբ պետք է կտրել, այսպես։ Անհրաժեշտ է նաև ձուկ, ցանկալի է ֆարել, առանց աղի ու այսպիսի պանիր, հալվող պանիր։ Ուրեմն հացը կտրատում ենք, այսպես դնում տապակի մեջ, առանձին խառնում եք մայոնեզ, չորացած չոր թարխում, համեմունք, աղ, պղպեղ, սխտորի փոշի։ Այդ ամեն ինչը խառնելուց հետո մանր կտրատում ենք այսպես ձուկը, իհարկե ըստ ցանկության, կարող եք երկարությամբ, կարող եք կուբիկներով, համեղության մեջ իրան լավ խառնում եք, տեղադրում հացերի վրայից էլ այսպես պանիրը ու հիմա տեղափոխելու ենք սիրելիներս ջեռոց, ունելու ենք 180-ից 200 աստիճանի վրա։ Ինձ թվում է հիմա իսկական ժամանակն է տեղափոխել ջեռոց։ Երևի 10-15 րոպե հետո պատրաստ կլինի։ Սիրելիներս, այստեղ էլ իմ Վալբերիսի պատվերներն են, պատվիրել եմ հեռախոսիս համար նոր այսպիսի տաքու կամ առային, վառ գույներով պատյան, չեխոլ, противоударный и защитой камер, այստեղ շուշաներ են։ Սրանք իսկապես սրանց կարելի է համարել չեխոլ, երբ որ այստեղ կամերայի տեղը բաց է լինում, ապա դրանք այդքան էլ ապահով չեն, իսկ այսպիսի շուշաները, երբ որ լինում են, արդեն կամերաները ևս արդեն պաշտպանված են լինում։ Սա իմ հեռախոսի նոր չեխոլը, իսկ սա էլ գել է մարմնի համար, հոդերի, մկանների ցավի համար։ Փորձել ինձ թվում է լավը կլինի, որովհետև ոլզիմներում շատ դրական մեկնաբանություններ են թողել։ Դե այս համեղությունն էլ սուշում է մանգո, բոլորս էլ սիրում ենք, Մոսկվայից գնեցինք առաջին անգամ հայկական խանութից, բուխտայից, շուկայից, այնտեղ 200-300 ռուբլի էր այսպիսի մեկ տուփը, բայց շատ համեղ էր երեխեք ջան, ուղղակի մի փոքր պինդ էր։ Ու օրեր առաջ որ քաղաքում ենք, այնտեղից գնացինք այսպիսի տուփով մանգո, դա շատ համեղ էր, ընտիր համեղ էր, բայց արդեն համեմատաբար փափուկ էր։ Ու արդեն սովորություն է դարձել ամեն քաղաք գնալով մեկ տուփ մանգո ենք վերցնում, գինը 500 ռուբլի, հենց Լենտայից ենք գնել, ներսից առանձին բաժին կար, որտեղ վաճառում են սուխաֆրուկտի, հենց այնտեղից էլ գնել ենք։ Դա այստեղ էլ գաթաներն են, որը այս վլոգի ընթացքում եմ պատրաստել, իհարկե ամբողջությամբ չեմ նկարել, որովհետև ես իմ ալիքում ունեմ արդեն տեսանյութ, շերտավոր խմորի, ինչպես նաև նույն տեսանյութում էլ նույն խմորից գաթաներ եմ պատրաստում, որպեսզի նույն բանը երկրորդ անգամ չնկարեմ, չկրկնեմ սիրելիներս, եթե հետաքրքիր է կարող եք անցնել եւ նայել։ Շատ համեղ են ստացվել, իհարկե մի տարբերությամբ, որ
խորիզին ավելացրել եմ նաև 2 ճաշի գդալ խոզի յուղ։ Սիրելիներս, միանում եմ ձեզ մի քանի օր անց, օրը մեր մոտ 3 շաբթի է, Փառք Աստծո, արդեն այսօրվանից էլի եղանակը սկսել է տաքանալ, 15 աստիճան է այսօր, օրեր առաջ տեսակ չէ, որ կարճաթև դուրս է եկել, կարճաթև շորով ու բավականին շոտ եղանակ էր, 32 աստիճան էր, բայց վերջին մի քանի օրերին ահավոր ցրտեր, մառոզներ սկսվեց, ցերեկը +3 էր, գիշերը մինչև -2, -1 իջնում էր ջերմաստիճանը, անգամ ջեռուցումն ենք միացրել, բայց Փառք Աստծո արդեն այսօրվանից օրերը կսկսեն տաքանալ, դե ես էլ դուրս եմ եկել, որպեսզի վլոգը հասցնեմ տրամաբանական ավարտին, մի քանի նորություն ունենք, ձեր հետ կիսվեմ, անդրադառնամ նախավերջին վլոգի մի քանի մեկնաբանություններին եւ այդքանով եզրափակենք մեր վլոգը։ Նախ ուզում եմ ձեր հետ կիսվել, սիրելիներս, այս գեղեցիկ տեսարանով, մեր խնձորի ծառերը վերջնականապես այսպես գեղեցիկ ձևով ծաղկել են ու այնպիսի հաճելի բույր է տարածվել ամբողջ բակով մեկ եւ հուսանք, որ այս տարի կհամտեսենք մեր բակի, մեր այգու համեղ բերքը, մրգերը, դե հիմնականում խնձոր է, ուրիշ միրգ էստեղ չունենք, նոր ծառերը տնկել ենք, տեսնենք այս տարի բերք կլինի, թե ոչ, ծառերը դեռ փոքր է, իսկ խնձորի ծառերը այստեղ եղել են, այս տունը որ գնել ենք, այս ծառերը եղել են, բազմաթիվ մեծ ծառեր են, թե հասակով, թե տարիքով, հնությամբ մեծ ծառեր են, բայց ամենայն դեպս առաջին 2 տարին լավ բերք տվեցին, դե ոչ արաղ ենք քաշում, ոչ հիմնականում համտեսում ենք, բոլորը տարբեր սորտի ծառեր են, բոլորն էլ համեղ են, նամանավանդ այս խնձորի ծառի խնձորները, այս սորտը կոչվում է Անտոնովկա, բավականին խոշոր, համեղ խնձորներ են, ձմռանն էլ հնարավոր է լինում երկար իրենց պահել։ Շաբաթ կիրակի օրերին ահագին գործեր ենք առաջ գցել, ես իմ կիսատ թողած գործն եմ շարունակել, վերջին սարային եմ խելքի բերել, որը որ պետք է քանդվի, ինչպես նաև Վահանի արհեստանոցը, նոր արհեստանոցը, ու այն ինչ որ ձեզ ցույց է տալիս, որ պիտի թափվեր աղբանոցում, կրկնապատկվել է զիբիլը ու կիրակի օրը Վահանը երեկոյան ամբողջը բարձեց մեքենան ու տարավ սեփական տուն է ու ոչ միայն սեփական տները, այլ նաև բնակարանների բարձրահարկ շենքերի առաջին հարկերը, առաջին, երկրորդ քաղաքներ կան նաև 3-րդ, 4-րդ, մինչև այդպես ապահովության համար ռեշոտկաներ են դնում պատուհաններին։ Մենք էլ որոշեցինք մեր պատուհանները փակել ռեշոտկաներով, դե տեսախցիկները ամբողջ շրջակայքով դրված են, բայց դա չի կարող ապահովել մեր անվտանգությունը, դրա համար որոշեցինք մեր պատուհանները եւս փակել։ Շաբաթ օրը Վահանը, ես որ մաքրությամբ էի զբաղված, հավաքում էի, ինքն էլ այդ ժամանակ այդ ռեշոտկաներն էր հավաքում ու չհասցրեց տեղադրել, ուժեղ քամի սկսվեց, անձրև սկսվեց, այդպես դրեց մի կողմ ու դե քանի որ ամսի 1-ը, մայիսի 1-ը իր ազատ օրն է, 5-շաբթի օրը, որոշեցինք, որ 5-շաբթի օրն էլ կտեղադրենք մեր պատուհաններին։ 2 հատը ննջասենյակիրը եւ խոհանոցինը դրված են արհեստանոցում, իսկ հյուրասենյակի այդ շոտկաները դրսում են, հիմա ձեզ ցույց կտամ։ Հյուրասենյակի պատուհաններից մեկի շոտկանա, որը որ պետք է տեղադրենք, երկրորդը նույնն է։ Սա առաջին պատուհանին է, ու չափել հավաքել է երկրորդ պատուհանի համար։
Հաջորդ վլոգում վերջնական տեսքով իհարկե ձեր հետ կիսվեմ, շատ գեղեցիկ է։ Այս սրանք մեր ռուս հարևանն է հավաքել, այսպես ձև տվել դիզայնի համար, իսկ մնացածը արդեն հավաքել է չժանգոտվող մետաղից։ Սա մեր նորություններից առաջինը, իսկ երկրորդը սիրելիներս, եթե կհիշեք, նախավերջին վլոգում ձեր հետ կիսվեցի նորությամբ, գնել էինք ֆազան, արու, մեկ հատ ու ասեցի, որ էլի պետք է գնենք մի քանի հատ ու գնելուց հետո անպայման ձեր հետ կկիսվեմ։ Կիրակի օրը նախ անցած կիրակի արդեն բերել էին ու վլոգի մեջ, դե որ Զատիկին էր նվիրված վլոգը, դրա համար այդ վլոգի մեջ չկարողացա ներառել, մտածեցի հաջորդ վլոգում ձեր հետ անպայման կկիսվեմ։ Գնանք միասին ու տեսնենք։ Ահա սիրելիներս մեր նոր թռչունները։ Այստեղ մեկ արու, երկու էգ ֆազան է, իսկ այստեղ մեկ արու և 3 էգ։ Ճիշտ եմ չէ ասում։ Հուսով եմ սխալ չեմ ասում։ Բաժանել ենք ընտանիքների երկու մասի, քանի որ մեր այս երկու արու ֆազանները հենց սկզբի պահից իրար հետ յոլա չգնացին, սկսեցին կռվել, դրա համար Վահանը այսպես բաժանել է երկու մասի ընտանիքների, նաև տեսնում եք, ձու են ածում, ձվի տեղը կա, բայց չգիտեմ ինչու այսպես քետնի վրայից ենք հավաքում ձու։ Ունենք նաև ևս մեկ նորություն, որը մեզ չի հասել դեռ, հիմա տեսնում ցույց տամ։ Նայեք, շատ փոքրիկ ձու է, այ այս չափի, մի հատ ձու այստեղ է, մի հատ էլ այստեղ եմ տեսել, էլի գետնի վրա։ Այստեղ, երեկոյան կվերցնեմ։ Պատվիրել ենք ինկուբատորի սարք ու ձվերը հավաքելուն պես հավի ձվերի հետ համատեղ կդնենք ինկուբատոր, որպեսզի բազմացնենք։ Չնայած արդեն գիտեք, որ երկու հատ հավիք ունեն ստացուց, բայց համենայն դեպս որոշեցինք նաև մեր թռչուններին բազմացնել ինկուբատորի օգնությամբ, որը Ռուսաստանում բավականին տարածված է։ Շատ սիրուն է, հիմա մոտիկացնեմ, որ մոտիկից տեսնենք։ Այստեղ իրենց հիմնական տեղը չէ, ժամանակավոր է, շատ ստապ որոշում կայացրեցինք վերցնել, պահել, Վահանը պատվիրել է այսպիսի սետկա, արդեն որպեսզի հավանություն ողքը այդպես մեծ տեղ սարքի ու արդեն իրենց ամբողջությամբ կտեղափոխենք այնտեղ։ Այս կերի ու ջրի ամանները Վահանը օրեր առաջ էր գնել բերել ու ամբողջությամբ շրջել էին ու կերը ամբողջ իրենց բնով մեկ տարածել են, թափել են, 3 դուրս են եկել, լվացել, նորից լցրել ու արդեն տեղափոխել այնտեղ պատի տակ, որպեսզի չթափեն։ Դա էլ մեր նորությունները, աղջիկներս։ Քանի որ արև չկա, հնարավոր է այստեղ նստել, ուզում եմ նստեմ ու մի քանի բան խոսեմ կապված նախավերջին վլոգի տակ ձեր գրառումների մասին է խոսքը, սիրելիներս, մեկնաբանությունները։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ջեր մեկնաբանություններով, խոսքերով աջակցում են, իրենց բարեմաղթանքները, ամեն ինչը ես դա լավ հասկանում եմ, ընդունում եմ, հարգում եմ, սիրում եմ բոլորից շատ սիրելիներս և ուրախ եմ, որ դուք մեր կողքին եք, իմ խոսքերը, իմ արտահայտությունները, իմ կարծիքները, այն ինչ որ ես ասում եմ, արտահայտվում եմ, քանի սկսվեց
Ընդունում եք ճիշտ առանց հետին մտքերի, ինչի համար ես շատ ուրախ եմ, որ դուք իմ կողքին եք, աջակցում եք, միշտ ջերմ խոսքեր եք ասում։ Ամեն ինչի համար շատ շնորհակալ եմ եւ շատ ուրախ եմ, որ դուք կաք սիրելիներս։ Դա իմ հետևորդների մեծամասնությունն է կազմում։ Բայց կա նաեւ փոքրամասնություն, շատ փոքր, որոնք գալիս ու փորձում են ինչ որ չափով գտնել քո ինքնասիրությանը, իբր վիրավորել եւ այլն։ Դե այդ մասին ես արդեն խոսել եմ, բայց տվյալ մարդկանց դա ոչինչ չասես, նույն ձև ոնց եղել են, նույն ձև էլ շարունակում են։ Որոշներին, որ արդեն վաղուց գիտեի, ստիպված եղա բլոկել, մաքրեցի մեկնաբանությունների բաժինը, իսկ որոշներին էլ պատասխանել եմ, որ այդպես թողել։ Բոլոր մեկնաբանություններին չեմ կարող անդրադառնալ սիրելիներս այդ փոքրամասնության, բայց մի քանիսին ուզում եմ անդրադառնալ, որովհետև շատ շատերը չեն թողնում մեկնաբանություններ, այլ ուղղակի լայքում են տվյալ տիպի գրառումները։ Մեկնաբանություններից մեկը այն մասին էր, թե եթե դու հաճախ չես պատասխանում մեկնաբանություններին, մարդիկ հիասթափվում են։ Գիտեք ինչ սիրելիներս, եթե ես անտեսեի մեկնաբանությունները, չպատասխանեի մեկնաբանություններին, հա, այդ գրառման հետ կարելի է էլի հաշվի նստել, մտածել, որ հա, լագիչսկի ճիշտ ասում, մարդը նստում նայում է, ու դու չես պատասխանում, այսինքն անտեսում ես իրանց կարծիքը եւ այլն, բայց ովքեր ինձ վաղուց են հետևում կամ գուցե վերջերս բոլորն էլ լավ գիտեն, որ չկա նման մեկնաբանություն, որ ես անտեսեմ, բոլորին պատասխանում եմ։ Հնարավոր է 1 շաբաթ հետո, 2 շաբաթ հետո, բայց անպատասխան մեկնաբանություն իմ ալիքում գոյություն չունի։ Եթե ձեզ առիթ է պետք ու դուք նման առիթով, այդ պատճառով դուք կարող եք հիասթափվել ինձանից մեկնաբանությանը ուշ պատասխանելու համար, դուք կարող եք հիասթափվել ու չհետևել, կխնդրեմ չփնտրել նման առիթ, այդ առիթը չի լինելու, որ ես հիասթափացնեմ, ուղղակի կարող եք հեռանալ, ինձ նման հետևորդներ պետք չեն։ Որովհետև եթե մարդ ի սրտե անկեղծ հետևում է ինձ ու հասկանում է, որովհետև ինքն էլ ապրում է նույն առօրյա կյանքով, ինչ որ ես, պիտի հասկանա, որ կադրից դուրս կա անձնական կյանք, ընտանեկան կյանք, որ կարող է ընտանիքի անդամներից ինչ որ մեկը հիվանդ լինել, մարդու ուշադրությունը այլ ուղղությամբ, հա, աշխատի, ուշք ուրիշ տեղ լինի, ուշք ու միտքը, ընտանեկան հարցեր, խնդիրներ, որոնք որ բոլոր ընտանիքներում գրեթե լինում են։ Կամ ուղղակի հավես, տրամադրություն, տնային գործեր եւ այլն, շատ պատճառներ կարող են լինել։ Մարդը դա պիտի հասկանա, որովհետեւ այնպես չի, որ ես օրը 24 ժամ ազատ եմ ու այսպես պիտի նկարեմ, դնեմ, մեկնաբանություններ գրեք ու ես արագ մտնեմ ու պատասխանեմ սիրելիներս։ Էլի եմ ասում, եթե նման բաներից, հա, մեկնաբանություններին ուշ պատասխանելու համար դուք կարող եք հիասթափվել ու չհետևել, ես ոչինչ ձեզ չեմ կարող ասել, դա ձեր իրավունքն է։ Ուղղակի ուզում եմ ասել, որ դա հիասթափման առիթ չէ, այլ ուղղակի պատճառ է, որ չհետևեք, դուք առիթ եք մանգալի չհետևելու համար, կարող եք ուղղակի չհետևել, առանց հիասթափվելու։ Եվս մեկ մեկնաբանություն կար, որին էլ ուզում եմ պատասխանել եւ վերջնականապես փակել այս թեման, որովհետեւ այն որ ասում է ինչքան խառնում ես, այնքան տհաճ հոտ է գալիս։ Դրա համար ուզում եմ այս մեկնաբանությանն էլ պատասխանել ու վերջնականապես փակել այս թեման եւ անցնել առաջ։ Այդ մեկնաբանությունը կարդալու ընթացքում, սիրելիներս, չգիտեմ, իմ մոտ այնպիսի տպավորություններ կարծես օթերի մեջ լինեմ։ Ես չեմ հասկանում ուղղակի նման մարդկանց, ոնց են ես թույլ տալիս մտնել ուրիշի ընտանիք, ընտանեկան հարցեր ու ցուցումներ տալ, ինչ անենք, ոնց անենք։ Զարմանում եմ, որ այսքան այն ինչին որ հասել ենք այս կյանքում իմ ամուսնու հետ, այդ ոնց ենք հասել, ու շնորհիվ ենք հասել,
Ես ոնց ենք էլի հասել, որ այդ մարդիկ չեն եղել, որ մեզ կողքից տենց խելացի խորհուրդներ, նկատողություններ հանել։ Մենք ոնց ենք այս ամեն ինչին հասել ու ոնց ենք անում էլի այս ամեն ինչը։ Իմ մեկնաբանությունների բաժնում կին թե աղջիկ չգիտեմ գրել է, դե ամբողջը չկարդացի, սկիզբը կարդացի ու պատասխանեցի, որ ինչու չես աշխատում, քո ամուսնուն օգնես ու այդպես քո ընտանիքին օգնես, նստել խոսում ես, լալատապալա։ Ուզում եմ այդ մարդուն ու այդ մարդու գրառմանը լայքեր դնողներին պատասխանել հետևյալը, որ պետք չէ ձեր արշինով չափել ուրիշին սիրելիներս։ Նախ ուզում եմ ասել, որ իմ ամուսինը կայացած տղամարդ է այս կյանքում, որ ընդհանրապես չունի ոչ մեկի օգնության կարիքը, հատկապես որ իր կնոջը ուղարկի ստիպի աշխատել, քանի որ ինքը այնքան կայացած մարդ է, որ ինքն է ուրիշներին ապահովում աշխատանքով։ Եթե դրա կարիքը լիներ, դա արդեն ես եւ իմ ամուսինս կորոշեինք գնալ աշխատանքի, աշխատանք ճարել, աշխատանքի տեղավորվել, թե ոչ։ Դա ուրիշի ընտանեկան ներքին խոհանոցը ոչ մեկին չի վերաբերվում։ Դա ոչ մեկի գործը չէ, ես աշխատում եմ, թե չեմ աշխատում։ Դա մեկ։ Երկրորդը, դուք չգիտեք, չեք ճանաչում ինձ կադրից դուրս, դուք չգիտեք ոչ մեր անցած ճանապարհը ոնց ենք հասել, ինչ ճանապարհով ենք հասել, ինչ դեր է ունեցել Վահանի կինը իր կողքին։ Այնպես չի եղել, որ ես ամուսնացել եմ ու եկել եմ ամեն ինչը այսպես պատրաստ նստել։ Ես որ Վահանի հետ միասին որ ամուսնացել ենք, Վահանը ոչինչ չի ունեցել, անգամ Ռուսաստանի քաղաքացիություն։ Ու այն ամեն ինչին որ հասել ենք երկուսով, քանի որ ինչպես ասում են յուրաքանչյուր հաջողակ տղամարդու կողքին կա խելացի կին։ Դա այդպես է։ Դու այնքան խելացի պիտի լինես, նախ ընտրես ճիշտ մարդու, ճիշտ կյանքի ընկեր, ինչպես պապաս էր ասում, կնոջ ամենալավ կարիերան ճիշտ խելացի ամուսնությունն է։ Ու քո ընտանիքի հաջողությունը գալիս է այն պահից, երբ որ երկու հոգի, երբ որ որոշում են ընտանիք կազմել, մտածում են միևնույն ուղղությամբ։ Դա մեկ։ Երկրորդ այս ամեն ինչը ինչ որ ստեղծվել է, հենց այդպես վերևից չի թափել Աննայի գլխին։ Ամեն ինչում, ամեն տեղ եղել է եւ Վահանի մասնակցությունը եւ իմ։ Դա եղել է ընդհանուր, մենք երկուսով ենք այս ամեն ինչը ստեղծել։ Դուք ինչ գիտեք, որ այս տունը, որ հիմա մենք գնել ենք ու ապրում ենք, միգուցե դա Աննան ինչ որ սեփականություն է ունեցել, վաճառել է ու այդ գումարով այս տունը գնել, ինչ գիտեք։ Ու հնարավոր է հիմա այնքան գումար ունենք դրած մի կողմ, որ նպատակ ունենք նոր տուն կառուցելու կամ գնելու։ Սիրելիներս, ուրիշի ընտանիքը, ուրիշի կյանքը շատ մութ անտառ է։ Տեսնելով ընդամենը մեր կյանքից, ընդամենը 1%-ը, դա անգամ 1%-ը չէ, 0.1%-ը, դուք դրանով կարծիք եք կազմում, որ դուք ամեն ինչ գիտեք ու մտնում եք ուրիշի ընտանիք, ուրիշի մարդու կնոջ արանք, մատանու արանք ու փորձում եք ինչ-որ նկատողություններ անել, ցուցումներ տալ, ուղղակի ամոթ։ Դուք ձեզ եք խայտառակ անում, որովհետև դուք չգիտեք այս պահին Աննան պետությունից ինչքան գումար է ստանում ու ինչի համար է ստանում։ Դուք չգիտեք, որ իմ ամուսինը բացի ընկերոջ ֆիրմայում աշխատել ունի նաև սեփական ֆիրմա, IP, որի թղթավորությունն է այդ ամեն ինչը, պատվերները ես եմ անում։ Դուք ոչ
մեր ընտանիքի անցյալը գիտեք, ոչ ներկան, ոչ էլ ապագան։ Ինչքան գումար է մեր տուն մտնում, որտեղից է մտնում, որտեղ ենք ծախսում, ինչ նպատակներ ունենք, դուք ոչինչ չգիտեք։ Դրա համար ձեզ պահեք նեյտրալ ու չափի մեջ։ Մի մտեք այնտեղ, որտեղ մտնելու իրավունք ոչ ունեք, ձեր կարծիքը ինչ որ մեկին հետաքրքիր է։ Ես եւ իմ ամուսի նկայացած մարդիկ ենք այս կյանքում հասում։ Ու մեր ընտանեկան հարցերը կլուծենք ինքնուրույն, առանց ձեր խորհուրդների։ Դրա կարիքը բացարձակ չկա։ Թե ինչ որ մեկը ապրում է երջանիկ է ամուսնական կյանքում, իր կողքի տղամարդը իրեն ամեն ինչով ապահովում է, որոշ մարդիկ դա շատ ծանր են տանում ու մտածում են, որ ինչու այս մարդը չի աշխատում ու այսպես, ինչպես էկրանից է հասկանում ինքը, այսպես անհոգ ապրում է։ Երևի դա այն մարդիկ են, ովքեր որ ունեն ամուսիններ չաշխատող, իրենք են իրենց տունը պահում ու չարությունից դրդված նման մեկնաբանություններ են գրում։ Ես ունեմ հետևորդուհի, Աննա է անունը, Որոնեժից է, չեմ ուզում իր մասին անուն ազգանուն այդպես ասել, նայելով այս վլոգը ինքը կհասկանա։ Զատիկի տոնից առաջ միասին WhatsApp-ով գրվում էինք ու ինքն էլ պատմեց, որ 2016 թվականից Ռուսաստանում են մեր ընտանիքի նման, որ կողքից ոչ մի օգնություն չի եղել, ամեն ինչ իր ամուսնու հետ երկուսով են ստեղծել, որ ինքը եւս չի աշխատում, ամուսինը ունի լավ արհեստ, ամուսինն է աշխատում, իսկ ինքը չի աշխատում, ինքը զբաղվում է իր ընտանեկան գործերով, երեխաներով, ունեն բնակարան, իրենց սեփականն է, ունեն 2 ավտոմեքենա եւ շուտով ուզում են ձեռք բերել նաեւ նոր սեփական տուն։ Ինչ եմ ուզում ասել, սիրելիներս, հիմա եթե այդ մարդու ամուսինը իրեն ոնց են ասում, обеспечивает է, լավ պահում է իր կնոջը, չի ուզում իր կինը աշխատի, չարչարվի, հա, ասում է դու տունը մնա, տնային գործերով զբաղվի, երեխեքին, դասերով, տան մաքրություն, հագուստ, ուտելիք, այդ ամեն ինչը իդեալական տար, քեզնից ոչինչ պետք չի։ Ուրեմն այդ մարդկանց այդպես է հարմար։ Եթե տվյալ մարդու ամուսինը տարեկան 5-6 միլիոն ռուբլի օրինակ, հա, գումար է աշխատում։ Այդ մարդը, որ ինչի պիտի իր կնոջը ուղարկի 20-30 հազար ռուբլու համար աշխատելու։ Այն որ ես պետք է գնամ մեկ ամսվա ընթացքում ստանամ 20-30 հազար ռուբլի փող, սիրելիներս, գնում է նաև այնպես, որ իմ ամուսինը մեկ օրում է այդ գումարն աշխատում։ Դրա համար չի ցանկանում, որպեսզի իր կինը գնա եւ ուրիշի առաջ աշխատի։ Իր կնոջը իր ձեռքերի մեջ է պահում։ Այնպես որ սիրելիներս, դուք ոչ մեկի կյանքը չգիտեք ինչ ճանապարհներով են մարդիկ հասել այսօրվան, ոչ ներկան, ոչ ապագան, ոչ պլանները, ոչ այդ մարդկանց ֆինանսական դրությունը, ինչքան գումար են ստանում, ինչպես են տնօրինում, ոչ մի բան դուք չգիտեք։ Անգամ 0.1 եմ ասում, 0.1% չգիտեք։ Դուք չգիտեք անգամ ես աշխատում եմ, թե չեմ աշխատում, ինչ գումարներ եմ ստանում։ Դրա համար պետք չի մտնել այնտեղ, որտեղ որ չից որ դուք գաղափար չունեք, մեկ եւ երկրորդը դրա իրավունքն էլ չունեք։ Ձեզ հեռու պահեք, նեյտրալ պահեք այդ թեմաներից ու զարմանալին է նա, որ ոնց ասեմ, Վահանը իմ գլխից տերն է, մեր ընտանիքի գլխի տերն է, մեր ընտանիքի գլուխն է, ու այդ մեկնաբանություններ գրողները իմ ամուսնու, իմ գլխի այսպես ասած տիրոջ մասին ինձնից ավելի շատ են մտածում ու անհանգստանում, քան ես։ Ինչ ասեմ։ Այդպես սիրելիներս, էլ չշարունակեմ այդ թեման, հասկացողը հասկացավ։
Առավոտյան բորշ եմ պատրաստել տավարի մսով, գնամ ամանները լվանամ, մի քանի գործեր ունեմ անեմ, վերջացնեմ, նստեմ վլոգը մոնտաժեմ աղջիկներս, որպեսզի առավոտյան տեղադրեմ եւ վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր նոր են միացել մեր YouTube-յան փոքրիկ ընտանիքին, ուզում եմ ասել բարի գալուստ, իսկ ովքեր էլ վաղուց արդեն միացել են իմ ալիքին եւ միշտ թողնում են ջերմ, բարի մեկնաբանություններ, բարեմաղթանքներ, խոսքեր, ուզում եմ ասել շնորհակալություն սիրելիներս, որ դուք կաք մեր կյանքում, բոլորիդ անչափ շնորհակալ եմ։ Այսքանով ուզում եմ եզրափակել այսօրվա վլոգը, ցանկանալով ամենակարևոր բաները, լինենք բարի, ներող, կարեկցող, հասկացող, իրար օգնող։ Իսկ թե ինչ կլինի հաջորդ վլոգում սիրելիներս, դա կտեսնենք հաջորդ վլոգում։ Եղեք առողջ, սիրված եւ գնահատված։ Կհանդիպենք հաջորդ վլոգում։ Առայժմ